Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իրանը անհանգստացած է իսրայել-ադրբեջանական հարաբերություններով, զգուշացնում է ԱՄՆ-ի մասնակցության մասին։ Օրերս Իրանի նախագահի աշխատակազմի պաշտոնական խոսափող Իրան Դեյլին հոդված է հրապարակել «Իսրայելի աճող հետքը Ադրբեջանում կարմիր տագնապ է բարձրացնում» վերնագրով։ Հոդվածում Իրանի անվտանգությանն ու պետական կառույցներին կոչ է արվում ուշադիր հետևել Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Զեկույցում ընդգծվում է Թեհրանի հիմնական մտահոգությունը, այն է Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական կապերի խորացումը, ինչը կարող է ընդլայնել Իսրայելի ներկայությունը Կովկասում եւ թուլացնել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը։ Պարբերականը մեջբերում է Իսրայելի Բեգին-Սադատ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի զեկույցները, որոնք ըստ տեղեկությունների ներկայացվել են Թրամփի վարչակազմին։ Զեկույցներում Ադրբեջանը նկարագրվում է որպես Իսրայելի տարածաշրջանային անվտանգության հենասյուն, ընդգծելով հետախուզական եւ էներգետիկ համագործակցության 3 տասնամյակը։ Իսրայելի գլխավոր շտաբի նոր պետ գեներալ Էյլա Զամիրան էլ բանակի լայնածավալ զտում է սկսել։ Մեծ թվով սպաներ հեռացվել կամ հետին պլան են մղվել։ Բոլոր նրա հրամանատարները պատկանում են Նեթանյահուի ծայրահեղ աջ թիմին եւ դեմ են պատերազմի ցանկացած սահմանափակումների։ Ըստ Հալիշական հեղափոխություն Թելեգրամյան ալիքի Իսրայելը վերապատրաստում է իր ողջ բանակը ավելի արմատական եւ անսահմանափակ պատերազմական իրավիճակի համար։ Թուրքիայում Էրդողանի հակառակորդները ընտրություններին ընդառաջ աստիճանաբար առավելության են հասնում գործող նախագահի նկատմամբ։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը հերթական անգամ առաջ է անցել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից ըստ թուրքական Սեր-Ար սոցիոլոգիական կազմակերպության վերջին հարցման։ Ըստ ցուցանիշների հանրապետական ժողովրդական կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածների 30.4%-ը, իսկ Արդարություն եւ զարգացում կուսակցությանը 29.3%-ը։ Երրորդ տեղում քրդամետ կուսակցությունն է 10.2 ցուցանիշով։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, դրուզների կողմից վերահսկվող բոլոր տարածքները նախատեսվում է վերածել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող հսկայական ինքնավար շրջանի, ձգվելով մինչև Դամասկոս, որը կներառի Դամասկոսի Ջարամանա թաղամասը։ Նեթանյահուն ու Կացն արդեն հայտարարել են, որ ցանկացած պարագայում պաշտպանելու են դրուզներին, իսկ ահա անցած շաբաթներից սկսվել է Սիրիայի հարավի սիստեմատիկ անեքսիան։ Ադրբեջանի կողմից լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացին ընդունում է մեղքը, պնդում, որ Ֆրանսիայի իշխանությունները դավաճանել են իրեն։ Ֆրանսիայի քաղաքացի եւ գործարար Մարտին Ռայանով Ադրբեջանում մեղադրվում է լրտեսության գործով, ցուցմունք է տվել, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատանը շփվել են 3 անձանց հետ, որոնք նրանից փորձել են ինֆորմացիա ստանալ ոչ միայն Ադրբեջանի, այլև Իրանի եւ Ռուսաստանի վերաբերյալ։ Ռայանը նաև դժգոհել է, որ ֆրանսիական կառավարությունը փաստացի օգտագործել է իրեն, իսկ հետո ոչ մի կերպ չի աջակցել բանտում գտնվելու ընթացքում։ Ադրբեջանի զինկոմիսարները կաշառք են վերցրել, քրեական գործեր են հարուցվել։ Քրեական գործ է հարուցվել Խազարի շրջանային վարչության պետ Ռամին Շուքուրովի, Զորակոչային վարչության պետ Խալիդ Ազիմովի եւ Սպա Էմին Նաբիևի կողմից անօրինական գործողությունների փաստով։ Ըստ տեղեկատվության, Շուքուրովը համաձայնության գալով Ազիմովի եւ Նաբիևի հետ իրեն դիմաց քաղաքացուց ապօրինաբար 8000 մանաթ է պահանջել զինծառայության գրանցման գործընթացը արագացնելու համար։ Քրեական գործի նախաքննությունն այս պահին շարունակվում է։ Ֆորմուլա 1-ի անցկացումը Ադրբեջանում ուղեկցվել է կոռուպցիայով եւ սկանդալներով։ Բաքվում շարունակվում է Ֆորմուլա 1-ի Ադրբեջանի Grand Prix կազմակերպման համար հատկացված միջոցներից գրեթե 400.000 մանաթի յուրացման մեջ մեղադրվող Չինգիզ Մեհդիևի դատավարությունը։ Մեղադրական եզրակացության համաձայն Չինգիզ Մեհդիևը Ֆորմուլա 1-ի մրցարշավներին ընդառաջ մասնակիցներին հագուստ, սարքավորումներ, գործվածքներ եւ այլ իրեր պատվիրելիս արհեստականորեն ուռճացրել է ապրանքների գները։ Բացի այդ, նա պետբյուջեից հատկացված միջոցները փոխանցել է իր հարազատներին պատկանող ընկերությունների հաշվեհամարներին։ Նշենք, որ Մեհդիևի դեմ ցուցմունք է տվել կինը Նարմինա Ալեկբերովը, որից նա ամուսնալուծվել է 2023 թվականին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական բանակը որոշել է նվաճել նաև թուրքական մեդիա դաշտը։ Մասնավորապես Իսրայելի պաշտպանության ուժերը ստեղծել են թուրքերեն հաշիվներ X եւ Telegram հաղթանակներում, ասելով, որ դա անում են հավաստի տեղեկատվություն տարածելու համար։ Բռնապետական Ադրբեջանում միջազգային կառույցների եւ ԶԼՄ-ների գործունեության կասեցման ֆոնին Transparency International միջազգային հասարակական կազմակերպությունը լքում է Ադրբեջանը։ Նշենք, որ կազմակերպությունը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով եւ կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրությամբ։ Բացի այդ, չեղարկվել է նաեւ Բաքվում Բլումբերգի թղթակցի հավատարմագրումը։
Հակաադրբեջանական Telegram-յան ալիքներում տեղեկատվություն է շրջանառվում առ այն, որ Ադրբեջանում հրեական դպրոցները շատ բարձր կրթական մակարդակ ունեն, ինչը չի կարելի ասել ադրբեջանական դպրոցների մասին։ Բացի այդ, երկրում արագորեն նվազում է ռուսալեզու դպրոցների թիվը։ Ըստ մեկնաբանությունների, ադրբեջանցիները դեգրադացվում են, քանի որ նրանք պետք է լինեն այնպիսի ինտելեկտուալ մակարդակի վրա, որ չկարողանան դիմակայել մանիպուլյացիաներին, սեփական եզրակացություններ անել։ Նրանք ապագա թնդանոթի միս են, որը պատրաստում են սպանդի նետել Ռուսաստանի և Իրանի դեմ, կարծում են օգտատերերը։ Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենամեծ բեռնափոխադրման հանգույցը։ 2024 թվականին օդանավակայանը սպասարկել է 1,97 միլիոն տոննա բեռ, շրջանցելով Ֆրանկֆուրտը 1,95 միլիոն տոննա և Փարիզի Շարլ դը Գոլը 1,87 միլիոն տոննա բեռով։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Այսօրվա համար այսքանը, մնացեք մեծ հետ։